Ցրված սկլերոզն ունի գենետիկական նախատրամադրվածություն, այսինքն այդ հիվանդությունն ունեցողների երեխաների մոտ բարձր է ցրված սկլերոզ ունենալու հավանականությունը։ Սակայն քանի որ հիվանդությունը հազվադեպ է հանդիպում, հիվանդ երեխա ունենալու հավանականությունը շատ ցածր է։ Շատ մեծ հավանականությամբ 99% հավանականությամբ երեխան առողջ կլինի։ Ցրված սկլերոզի զարգացման համար մեծ նշանակություն ունի արտաքին միջավայրը, կլիմայական պայմանները։ Նույն գենետիկ հիմքով, սակայն հասարակածային տարբեր գոտիներում մեծացած անձանցից մեկի մոտ հիվանդությունը կարող է զարգանալ, մյուսի մոտ ոչ։ Էպիդեմիոլոգիական տվյալները ցույց են տալիս, որ ինչքան հասարակածին մոտ, այնքան ցրված սկլերոզի հավանականությունը պակասում է եւ դա բացատրվում է արևի լույսի ազդեցությամբ։ Նույնիսկ կար աշխատանք, որը ցույց էր տալիս, որ երեխաները, որոնց հղիությունը անցել է ամռան ամիսներին, մայրը ամռան ամիսներին է եղել հղի, նրանց հավանականություն ունենալ հետագայում ցրված սկլերոզ ավելի քիչ է։ Արևի ճառագայթների ազդեցությունը եւ վիտամին D-ի ազդեցությունը գնում է զուգահեռ։ Գիտական լուրջ հետազոտություններն ապացուցել են, որ հիվանդության զարգացման ռիսկի գործոն է ծխելը։ Ծխողների շրջանում հիվանդության ագրեսիվությունը շատ ավելի բարձր է։ Ալկոհոլի, հատկապես չափավոր օգտագործումը լուրջ ազդեցություն չի թողնում հիվանդության վրա։ Շատ քիչ է սննդամթերքի ազդեցության վերաբերյալ ինֆորմացիան։ Կարևոր պրոֆիլակտիկ միջոց է ֆիզիկական ակտիվությունը, առողջ ապրելակերպը։ Մարտի 10-ից 16-ը աշխարհում հայտարարված է ցրված սկլերոզի իրազեկման շաբաթ։ Մասնագետներն ու պացիենտները խոսում են հիվանդության մասին, պատասխանատուների ուշադրությունը հրավիրում խնդիրների վրա։